Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում օր-լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է։ Բարի երեկո, կարևոր թեմաները նախ համառոտ։ Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 30 անգամ, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Իստիգլալ եւ SVD տիպի դիպուկահար հրացաններ։ Ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքի Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, որովհետև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լուրջ հարված հասցվեց ապրիլյան ագրեսիայով։ Այսօր կայացել է Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսը։ Ավարտվել է բուհերի ընդունելության համար ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ավարտական ու միասնական քննություններին հայտագրվելու առաջին փուլը։ Միասնական քննություններին հայտագրվել է 665 դիմորդ։ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով շահագործման է հանձնել հերթական բնակարանը։ Բնակարանամուտի հաճելի արարողությունն այս անգամ տեղի ունեցել Վանք գյուղում։ Մարտի 9 եւ լույս 10-ի գիշերը Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց։ Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Իստիգլալ եւ SVD տիպի դիպուկահար հրացաններ 92 կրակոց, իսկ հյուսիս-արևելյան ուղղությամբ 82 մմ-անոց ականանետ 1 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել մարտական ծառայություն։ Ազգային ժողովի կայքում տեղադրվել է փետրվարի 28-ին ԼՂՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակված Արցախի հանրապետության սահմանադրության տեքստը։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Արցախի հանրապետության նոր սահմանադրության նախագիծը գերակշիռ մեծամասնությամբ հավանության է արժանացել հանրապետության քաղաքացիների կողմից։ Համաձայն Արցախի հանրապետության նոր սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի սահմանադրության 1-ից 3-րդ եւ 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվան հաջորդող 10-րդ օրը։ Նոր սահմանադրության այդ գլուխների դրույթները Արցախի Հանրապետության տարածքում գործում են այսօրվանից։ Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-ին ելույթ կունենա Պելոպոնեսի համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանակում գործող միջերկրածովյան, մերձավոր արևելյան եւ իսլամական ուսումնասիրությունների կենտրոնում։ Կարեն Միրզոյանի ելույթը կկրի անվտանգություն եւ կայունություն Կովկասում ու Լեռնային Ղարաբաղում խորագիրը։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոդիասին Հայաստանում է։ Նրա հետ ունեցած հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված։ Շեշտվել է, որ առկա խնդիրները չունեն ռազմական լուծում եւ պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում։ Բանակցային գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն, պետք է փորձեն գործընթացը շարժել առաջ, բայց պետք է բացառվեն իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին, նշել է Հայաստանի արտգործնախարարը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յարովի հետ առանձին հանդիպումներ էր ունեցել, ինչից հետո Լավրովը հայտարարել էր, թե 2-3 կոնկրետ թեմաներ կան, որոնք առանցքային են, քննարկվում են։ Այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվել են, ինչի մասին է խոսքը։ Նախ եւ առաջ պետք է համեմատության մեջ դնել այն, ինչ որ ասում է Ադրբեջանի նախարարը, հենց անգամ գտնվելով Ռուսաստանում եւ Ռուսաստանի արտգործնախարարը։ Չեմ ասում համեմատեք նրա հետ, ինչ որ հայկական կողմն է ասում։ Հենց նույն ռուսական կողմը եւ Ադրբեջանի ուրեմն արտգործնախարարը։ Դուք տեսնեք ինչքանով է դա տարբերվում, որտեղ մեկ կողմից միջազգային հանրության մոտեցումն է, իսկ մյուս կողմից Ադրբեջանի, որը իր ուզած ձևով է ներկայացնում այդ բանակցային գործընթացը եւ գլխի վայր է դնում ամբողջը, միայն ինչ որ մեկ կետի կամ երկու կետի մասին է խոսում, դեպացնելով, որ դրա մասին է խոսքը գնում։ Բայց բազմիցս ոչ միայն այս անգամ, այլ տարիներ շարունակ ասվել է, որ այն սկզբունքները եւ այն տարրերը, որոնք մշակվել են եռանախագահների կողմից եւ գտնվում են բանակցությունների սեղանին, մշակվել են որպես մեկ ամբողջություն եւ չի կարելի անջատել
մեկ սկզբունքը մյուսից եւ մեկ տարը մյուսից։ Էդվարդ Նալբանդյանի խոսքով Հայաստանի մոտեցումը համահունչ է միջազգային հանրության մոտեցմանը եւ Հայաստանը չէ, որ հետ է կանգնում համաձայնությունները կատարելուց, այլ Ադրբեջանը։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հետ կանգնեց վստահության մեխանիզմներ ամրապնդելու համաձայնություններից, որոնք կայացվեցին Վիեննայում, ապա վերահաստատվեցին Սանկտ Պետերբուրգում։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախարարների մակարդակով արվեց հայտարարություն, որտեղ հստակ նշվում էր, որ կողմերը համաձայնվել են այս կետերի շուրջ։ Իսկ Սանկտ Պետերբուրգում, եթե դուք ուշադիր նայեք, այնտեղ ասվում էր, որ վերահաստատում են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում։ Իսկ այդ համաձայնությունների եւ այդ քննարկումների ժամանակ գլխավոր ուրեմն գիծը նա էր, որ պետք է հարգվեն երակոմ ուրեմն անժամկետ զինադադարի վերաբերյալ համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել 94-95 թվականներին Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, որ պետք է ստեղծվի մեխանիզմ, հետաքննությունների մեխանիզմ, ուրեմն այդ զինադադարի խախտումների եւ միջադեպերի շփման գծում եւ սահմանին եւ նաեւ պետք է ընդլայնվի դիտորդների հնարավորությունները եւ ընդհանրապես այն թիմը, որը գլխավորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Ճշտող հարցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ղեկավարման շուրջ Ռուսաստանը նախաձեռնողականություն է ցուցաբերել, նախարարը պատասխանեց, եթե նման բան լինի, իրեն գաղտնի չեն պահի դա հանրությունից, կտեղեկացնեն։ Նալբանդյանը նորից շեշտեց, թե ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցություններին, ոչ թե ձևացնի, որ պատրաստ է։ Այնինչ իրականության մեջ շանտաժի լեզվով է խոսում։ Դա Հայաստանը չէ, որը հետ է կանգնում, դա մշտապես Ադրբեջանն է հետ կանգնում։ Եվ ոչ միայն բանակցային գործընթացի էության վերաբերյալ, այլ անգամ այնպիսի հարցերի, ինչպես որ վստահության վերականգնման եւ ամրապնդման միջոցառումների մասին է։ Մամեդիարով Նալբանդյան հանդիպման մասին շրջանառվող լուրերի մասին Հայաստանի արտգործնախարարը ասել է. Հայաստանը երբևէ չի հրաժարվել հանդիպումներից, թե նախարարների, թե ավելի բարձր մակարդակով, բայց այդ հանդիպումները պետք է համապատասխան ձևով նախապատրաստվեն եւ ոչ միայն նախապատրաստման հարցն է, այլ ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցությունների, այլ ոչ թե ձևացնի, որ ինքը բանակցություններ է վարում, բայց իրականության մեջ, այսինքն շանտաժների լեզվով է խոսում։ Շանտաժների լեզվով բանակցություններ վարել անհնար է եւ իրենք իրենց փակուղու մեջ են մցրել եւ իրենց հանրության արչեւ սկսում են արդարանալ, որ իբրև թե ինչ որ հարցերում ուրեմն նույն մոտեցումները ունեն ինչ որ միջազգային հանրություն։ Իրականությունը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում։ Պետք է մարդ մնալ, եթե հակառակորդը անգամ իր մարդավարի չի պահում, ասել է Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանը վերադարձնում ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձերի արդյունքում սահմանից այն կողմ հայտնված ադրբեջանցի զինվորների դիակները, երբ վերջիններս այդպես չեն վարվում։ Մենք չենք կարող իջնել Ադրբեջանի մակարդակին։ Հենց դավանած արժեքներով մարդասիրությամբ է, որ քաղաքակիրթ աշխարհը տարբերվում է Ադրբեջանից։ Մի երկիր, որտեղ դիվերսանտները, մարդասպանները, դահիճները հռչակվում են ազգային հերոսներ։ Թե Հայաստանը, թե Արցախը մշտապես հանձնառու են միջազգային մարդասիրավական իրավունքին եւ կոնվենցիաներին համապատասխան դրանից բխող պարտավորություններին, որոնցից մեկը հենց զոհվածների դիակների վերադարձն է։ Մարինա Մկրտչյան, օր։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Օլեգ Եսյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը, հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Մոսկվայում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն արագ տեմպով են վերականգնում։ Պուտինի գնահատմամբ երկու պետությունների միջև միջպետական կապերը վերականգնվում են արագ տեմպերով։ Էրդողանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության գլխավոր բաղադրիչը պաշտպանական արդյունաբերական համալիրն է եւ էներգետիկան։
Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ձախերի կուսակցության անդամ Սևիմ Դաղդելենը հորդորել է երկրի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային։ Նա Եվրամիության եւ Թուրքիայի միջև փախստականների հարցերով ստորագրված համաձայնագիրը որակել է որպես Մերկել-Էրդողան պակտ։ Պատգամավորի խոսքով այդ համաձայնագիրը դարձել է դաշնային կառավարությանը շանտաժի ենթարկելու գործիք։ Քննադատելով Գերմանիայի կողմից զենքի վաճառքը Թուրքիային, նա իր վրդովմունքն է հայտնել ասելով. «Չնայած գիտեմ, որ Էրդողանը պատերազմում է քրդերի դեմ, Էրդողանին զենք են վաճառում»։ Դաղդելենը հավելել է նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիային ցանկալի չէ։ Դոնալդ Տուսկը վերընտրվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում։ Այդ պաշտոնը նա կղեկավարի մինչև 2019 թվականը։ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ 50-ամյա լեհ քաղաքական գործչի վերընտրմանը կողմ են քվեարկել Եվրամիության 28 պետություններից 27-ի ղեկավարները։ Նշեմ, որ Լեհաստանը կտրականապես դեմ էր Տուսկի վերընտրմանը։ Նախորդին Լեհաստանի վարչապետը նամակ էր ուղարկել Եվրամիության առաջնորդներին, բացատրելով Վարշավայի նման դիրքորոշման պատճառները։ Մասնավորապես նշվում էր, որ Տուսկը գտնվելով Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնին կոպտորեն խախտել է քաղաքական չեզոքության սկզբունքները ու միջամտել Լեհաստանի ներքին գործերին։ Այդ քննադատությունը պայմանավորված է նրանով, որ Տուսկը փաստորեն կողմ էր արտահայտվել, որ Բրյուսելը Վարշավայի դեմ պատժամիջոցներ ներդրի օրենքի գերակայության ու ժողովրդավարության ստանդարտների չհետևելու համար։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ իմպիչմենտը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Այսպիսով նա դառնում է Հարավային Կորեայի ժողովրդավարական ուղով ընտրված առաջին առաջնորդը, ով ստիպված կլինի լքել իր պաշտոնը։ Համաձայն սահմանադրության նախագահական ընտրությունները կանցկացվեն 60 օրից։ Իմպիչմենտի մասին նախնական որոշումը կայացվել է 2016 թվականի հոկտեմբերի 9-ին։ Քաղաքական սկանդալի պատճառ էր դարձել նախագահի մոտ ընկերուհի Չվե Սուն Սիլը։ Նրան մեղադրում է մի քանի տասնյակ խոշոր ընկերությունների վրա ճնշում գործադրելու մեջ, նրանց կողմից 2 ոչ կոմերցիոն հիմնադրամներում հատկացումներ անելու նպատակով։ Ադրբեջանական հայելի թերթի տեսաբան ու քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը Շվեյցարիայում քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել։ Այս մասին թուրան հայտնել է Միրկադիրովն ինքը։ Լրագրողն Ադրբեջանում դատապարտվել է հօգուտ Հայաստանի լրտեսության մեղադրանքով։ Հայկական հատուկ ծառայությունների հետ նրա գաղտնի համագործակցությունն իբր թե տեղի է ունեցել իրավապաշտպան Լեյլա Յունուսի միջոցով։ Սակայն դատարանն այդպես էլ չկարողացավ ապացուցել ոչ Լեյլա Յունուսի, ոչ նրա ամուսնու Արիֆի, ոչ էլ Միրկադիրովի մեղքը։ Ադրբեջանցի մարդու իրավունքների ակտիվիստները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները հայտնվել են կիբերհարձակումների թիրախում, ինչի նպատակը տվյալ ադրբեջանցիների մասին անձնական տեղեկություններ ստանալն է։ Amnesty International կազմակերպությունը հրապարակած նոր հայտարարության մեջ հայտնում է, որ հետաքննության տվյալներով հարձակումները, որոնք վտանգի տակ են առնում գաղտնաբառերն ու կոնտակտային ինֆորմացիան, ուղղվել են Ադրբեջանի կառավարության տարբեր քննադատների դեմ։ Հարձակման ենթարկվածները համոզմունք են հայտնել, որ հարձակումների հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները։ Բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը շարունակվում են նաև բարեգործական միջոցներով։ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով շահագործման են հանձնվել հերթական բնակարանը։ Բնակարանամուտի հաճելի արարողությունն այս անգամ տեղի է ունեցել Մարտակերտի շրջանի Վանկյուղում։ Արդյունքում Արաքելյանների բազմազավակ կարիքավոր ընտանիքն ունի սեփական տանիք, որտեղ ստեղծված են բոլոր հարմարությունները։ Ահա նրանք նոր բնակարանի փոքրիկ բնակիչները, կտրում են խորհրդանշական կարմիր ժապավենն ու հաստատվում նոր հասցեում, Վանքում բնակարանամուտ կազմակերպում են գյուղի մակարդակով, սա բոլորի ուրախությունն է, իսկ տոնական տրամադրությունն ապահովել են գյուղի արվեստի դպրոցի սաները, բայց ընտանիքի մայրն առայժմ հիշում է նախկին բնակարանի վատթար պայմանները, դժվար էր 5 անչափահաս երեխայի հետ միասին։ Նախկին պայմանը շատ հին վիճակ այլել, լոխին, բալկոնը վերակյան, ահա որ վիճակ այլել։ Բայց մենք սեստես շատ հարմար է, շատ շնորհակալ եմ, որ հովս կմեկ գերալ բարերարներից, շատ թեթև էր հիմի, 3 տղայուն եմ, հիմի ես մի կտանա մի տոնը, առանձին իր տոնը կտունի, շատ լավն է, սպասալ չովեսի կնի, շատ գոհում։
Բնակարանը բազմազավակ ընտանիքին նվեր է Հայաստան համահայկական հիմնադրամից, այն կառուցել է ԱԻՄ շինարարական ընկերությունը։ 5 անչափահասներն արդեն 3 տարի մեծանում են առանց հայրական խնամքի, վաղամեռիկ հայրն առողջական խնդիրներ ուներ։ Ընտանիքի բեռն ուժերի ներածին չափով մեղմում է ավագ որդին, Ժորան սովորում է ավարտական դասարանում, հիմնականում օգնում հողամասում զբաղվում անասնապահությամբ, կրկին խնդրի առաջ են կանգնել, նոր բնակարանը գազաֆիկացված չէ, ջուր էլ չունեն, համայնքի ղեկավարը տեղյակ է։ Չուշանա, որտեղ մենք իմանում ենք ինչ աշխատանքների մեջ են եւ ինչքան վաղտում պետք է այդ հարցը լուծվի։ Եվ այսօր էլ կարևոր է իրանք մտնեն իրենց տունը, իրենց երեխան, որովհետեւ իրենց հնար չունեն, այն որտեղ ապրում էին, դեռ ավելի շատ վատ վիճակում էին ապրում։ Մենք որ սենց տեսնում ենք, չենք արում հանգիստ նստենք կամ քնենք։ Ամեն օր զանգում ենք, տեսնում ենք, ասում ենք այնքան որ չենք քնում, լի։ Ասում ենք այնքան որ արդեն մեր ասածը տեղ է հասնում, անում ենք։ Նորակառույց բնակարանը կահավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխան կրկին համահայկական հիմնադրամի միջոցներով։ Հանգամանքն անակնկալից առավել մեծ օժանդակություն է կարիքավոր ընտանիքին։ Ռիմա Առաքելյանը երեխաների տատն է, ստեղծված հարմարություններից գոհ է ու շնորհակալ բարերարներին։ Անկեղծանում է, իրենք դժվար կարողանային տուն կառուցել, այն էլ այսպիսի պայմաններով։ Շատ լավ է, շատ գոհում, ես ձեզ մատաղ, շատ։ Իրանց կնալից, մեր կնալից տոնը շատ հին է, այնա սաղ պթած, վերակյամ, շատ շնորհակալ եմ, որ միջամտալը իմ խոցս գնհատալ, իմ խես սաղ պիտար, իմ խոխած տեսլար։ Շատ շնորհակալ եմ, ու միջամտալը իմ խոցս տվալս, ես տներս, շատ լավ տները, գոհը։ Ծնելիության խթանման ծրագրով Վանքում բնակարանաշինությունն այսքանով չի եզրափակվում։ Համայնքի ղեկավարի խոսքով մի քանի ընտանիք ևս սպասում են իրենց բնակարաններին։ Իդեպ գյուղում նախորդ տարի 24 ծնունդ են ունեցել։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։ Ավարտվել է բուհերի ընդունելության համար ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ավարտական և միասնական քննություններին հայտագրվելու առաջին փուլը։ Արցախում 2016-17 ուսումնական տարվա 1085 շրջանավարտներից միասնական քննություններին հայտագրվել է 665 դիմորդ։ 2016-17 ուսումնական տարվա 1085 շրջանավարտներից միասնական քննություններին հայտագրվել է 665 դիմորդ։ Տոկոսային հարաբերությունը չի փոխվել։ Նախորդ տարվա նման 61% բոլոր շրջանավարտների քանակից հայտագրվել են միասնական քննությունների։ Հայտագրման առաջին փուլի մեկնարկը տրվել է հունվարի 15-ին։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են փետրվարի 28-ին։ Բոլոր ուսումնական հաստատությունները ուղարկված են հայտագրված տվյալները մուտքագրված համապատասխան համակարգչային բազայում կատարում ուսումնական հաստատություններում ճշգրտում փոփոխություններ շրջանավարտը իրավունք ունի հիմա եւ կատարի փոփոխություն կամ հրաժարի որևէ առարկայից կամ հայտագրել նոր առարկայից կարող որոշ շրջանավարտներ չեն հայտագրվել հիմնականում որոշ քննությունների հիմա իրավունքը նաեւ հայտագրվել։ Կողմնորոշվելու համար դիմորդներին տրվել է նաև լրացուցիչ ժամանակ, մինչև մարտի 24-ը դիմորդները կարող են ճշգրտել հայտագրերը եւ ցանկության դեպքում փոփոխել դրանք, որից հետո արդեն գնահատման եւ թեստավորման կենտրոնն անցնելու է իր լիազորությունների կատարմանը։ Պատրաստ ենք անցաթղթերը, մայիսի սկզբին կտրամադրենք բոլոր դիմորդների անցաթղթերը եւ հունիսի 2-ից ոնց միշտ կսկսեն միասնական քննությունները ըստ քննական կենտրոնների։ Ամենաշատ դիմորդներ 425 հոգի հայտագրվել են հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից։ Ռուսերենի համեմատ ավելացել է անգլերենի դիմորդների թիվը։ Յուրի Քարամյանը ներկայացնում է իր դիտարկումը։ Անգլերեն լեզվի դրվածքը մեր հանրապետությունում ավելի լավ է դրված, չեմ ասում ռուսական լեզու վատ է, բայց անգլերեն ավելի լավ է դրված, բացի դրանից թեստերի մատչելիությունը ավելի լավ է։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենն ասում է, որ վերջին տարիներին բուհ ընդունվելն ավելի է հեշտացել, տալով դիմորդներին անվճար սովորելու հնարավորություն։ Արցախի պետական համալսարան ունի 5 մասնագիտություն, որտեղ միայն մեկ միասնական առարկայով կարող է ընդունել անվճար համակարգ։ Միայն մեկ։ Շուշի տեխնոլոգիական համալսարանում ունենք 3 մասնագիտություն, որտեղ կարող են ընդունել առանց միասնական քննությունների եւ բոլոր մասնագիտությունները, բացի ագրոբիզնեսին, կարող միայն մեկ առարկայով ընդունել անվճար համակարգ։ Իշտացված է դες գտնում դա ավելի ճիշտ է, որպեսզի պոտենցիալ ունեցող երեխան չտուժվի ընդունության ժամանակ։
Դերևս վաղ է խոսել միասնական քննությունների անցկացման ժամանակացույցի մասին, բայց արդեն հայտնի է, որ այս տարի միասնական քննություններն անցկացվելու են 5 քննական կենտրոններում։ Գոհար Ռուստամյան, Միրժան Հարապետյան, օր։ Հայոց ցեղասպանության մասին պատմող Ջո Բերլինգի ոչնչացնելու մտադրություն վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նախատեսված Տրիբեկա կինոփառատոնի շրջանակում։ Տրիբեկա փառատոնը հիմնադրվել է 2002-ին հռչակավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի կողմից։ Փառատոնը կանցկացվի ապրիլի 19-ից 30-ը Նյու Յորքում։ Նա ֆիլմում հայացք է նետում հայոց ցեղասպանության վրա Թուրքիայի եւ նրա ռազմավարական դաշնակիցների կողմից ցեղասպանության ժխտման 100-ամյակից հետո։ Ֆիլմը ճանապարհ է բացում դեպի պատմական եւ զգացմունքային պատասխանատվություն։ Պրեմիերայից հետո կկազմակերպի ֆիլմի քննարկում, որին կմասնակցեն System of a Down Rock խմբի մենակատար Սերժ Թանկյանը, խոստումը ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, ոչնչացնելու մտադրություն ֆիլմի ռեժիսոր Բերլինգերն ու գրող Փիթեր Բալաքյանը։ Այսօրվա լրահոսը սպառված է, հաճելի հանգստյան օրեր, բարի եւ խաղաղ գիշեր։ Հանրապետության տարածքում վաղը օրվա երկրորդ կեսին կդիտվի անպամատության ավելացում, սպասվում է անձրև լեռնային շրջաններում թաց ձյուն, վարկյանում 3-ից 8 հնարավոր է 15-ից 20 մետր ուժգնությամբ հարավ-արևմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 1-ից 5, ցերեկը 10-ից 15 աստիճան տաքություն։